Կարողացել են մեր նախնիները, կարողացել են դա պահպանել, կարողացել են ամրագրել, կարողացել են թշնամուն իրան տեղը ցույց տալ, մենք այսօրվա իրավիճակում մի հատ բանի մեջ ենք ընկել, որ մտածում ենք, այս ինչ է խոսում կամ այս ինչ ձևի է ներկայացնում, ժողովուրդ սա ծրագիր է, որը իրականացվում է, Արցախը կործանել են ծրագրի հիման վրա, երկրորդ քայլը գնում է խոսքի վարկաբեկելու, որ ասում է, հերոսներին էին բանանում, զրոյացնում նրանց արասները, գեներալներին էին ձերբակալում նստեցնում, մնացած ով կա չկա ինչ խոսում է, բոլորի վրա էլ ինչ-որ մի հատ գործի բանով այդ մարդկանց փորձում են ճնշել կամ ես մեկ եմ ուզում։ Արցախում գտնվելու ժամանակ վերջի հանդիպումս Ռուբեն Վարդանյանի հետ, ասես մի Ռուբեն Վարդանյանը այն մարդը, որ գիտակցելով ինչ իրավիճակում Արցախը, գիտակցելով հասկանալով վտանգների մասին եկել արցախայության մոտ կայնել, եկել արցախայության հետ միասին կաղնել որպես հայ, որ գնանք մեկ էլ հայկական Արցախը միասին պահելու համար 19 սեպտեմբերի պատերազմը որ սկսեց 22-ին մենք ունեցանք հանդիպում, այդ հանդիպումը ես առաջ անգամ եմ ասում, այդ հանդիպման ընթացքում որոշում է կայացած եղել, որ մենք մնալու ենք Արցախում, պատկերացնում եք, սեպտեմբերի 22-ին պատերազմի, երբ օրվա պատերազմից հետո քննարկման ժամանակ որոշում է կայացած եղել, որ մենք մնալու ենք Արցախում, որովհետև հաշվի առնելով, որ ինչ իրավիճակ է հիմի, ընթացքային այդ օրերի կամ այդ ժամանակների ընթացքում մենք միշտ հնարավորություն ունենք ունենալու դուրս գալու, բայց այս պահում, այս ժամանակահատվածում մնանք, կարող է ինչ որ խոսքի փոփոխություն կամ ինչ որ մի հատ հնարավորության բան լինի, գոնե դրանից որ ասում եմ մենք մի ձևակերպելով հաշվի առնելով, որ մենք հակառակորդի հետ կարող է քննարկումները, ճնշումները այս մեկը մյուսը, բայց նորից եմ ասում, որոշում կայացած է եղել, որ մենք պիտի մնանք Արցախում։ Ամսի 25-ին որ հանդիպել ենք, ամսի 25-ին Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է սենց մի հատ միտք։ Нас и предали, и продали։ Մենք ստերես պիտի ամեն մեկս մի ձևով դուրս գանք, արդեն անհնարին է, որովհետև այդ բարերի բուն իմաստը ես դեղել եմ հասկացել, ուստեր էլ հասկանում եմ, որ դավաճանությունը մեկ էլ վաճառելը տարբեր բաներ է, բայց որ դա միասին է, համ վաճառել են, համ դավաճանել են։ Այսօրվա իրավիճակում ենք, որ գտնվելով ստեղ Մայր Հայաստանում, ես լսելով, ականատես լինելով ներկա իշխանության տարբեր ղեկավարների կողմից ներկայացրած խաղաղության պայմանագրի առևտրային կարևորությունը, որ խաղաղությունը կնքվի, հաջորդ օրը դուք կարաք արդեն առևտուր անեք, սկսեք առևտուր անելը։ Թշնամու կողմից առևտուրը լինելու է հողի համար, ինքը գալու է ստեղ առևտրի հող առնելու համար, մեզ առնելու, ամեն մեկիս առնելու համար, որովհետև իրան ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ներկա իշխանությունը մեր մեջ մտցնում է լավ առևտրի, որ լավ ապրելու համար։ Այսօր միայնակ այն կարևոր ուժը, այն կարևոր հիմունքային բանը եկեղեցին է, ու որ դրանք ոչ մի ձևի չեն կարա, որ ասում է, այս իրավիճակում փոխեն, որ իրաց այդ հաջորդական այդ պլանները իրականացվի, դա եկեղեցին է։ Եկեղեցիներ են վարկաբեկում, եկեղեցիներ են ուզում ժողովրդի մեջին, որ ասում է, տարանջատումներ մտցնեն, էտեր են սարքելու, ուզում սարքեն առևտրի առարկա, սարքել են հայրենիքը առևտրի առարկա, սարքել են ժողովրդին առևտրի առարկա ու փորձում են նույն ձևի մնացած այդ հարցերի կարևոր ազգային հիմունքներ ունեցող կարևոր այդ բաները սարքեն էլի առևտրի առարկա։ Ես ինչի համար այսքան ներկայացրել եմ մեր արցախահայության, ես որպես արցախցի կներեք, որ ես միշտ արցախահայության մասին եմ խոսում, բայց ինձ համար հայ լինելը դա ընդհանուր մի հատ գաղափար է։ Բայց մեր արցախահայության հետ կախված
ես որ բոլոր կոչերս անում եմ, չընկճվել, չհուսահատվել, շարունակել այդ պայքարը հանուն մեր իրավունքների, հանուն մեր որ ասում եմ բանը Արցախի հիմնախնդրի հետ կախված, հանուն բոլոր հարցերի ուղղություններով, գերիների, անհետ կորածների, չի կարելի 40,000-ի համար կամ 50,000-ի համար դուրս գալ, բայց գերիների համար դուրս չգալ։ Չի կարելի դուրս գալ ինչ-որ բանի բնակարանային ինչ-որ հարցերի համար, բայց անհետ կորածների համար դուրս չգալ։ Մենք միասնական բոլոր հարցերում պիտի միասնական լինենք։ Եթե մենք միասնական ենք բոլոր հարցերում, այդ ամբողջական գաղափարի մոտեցումը բոլոր այդ մարդկանց ում ներկայացնում ենք, խոսքը ներկայաշխանության, իրանք չեն կարող լուծում չտան հարցերի պատասխանների։ Եթե տարանջատում է լինում, եթե տարանջատման ինչ-որ բան է լինում, չէ՞, դա հեշտացնում է պարակտում մտցնել անորության մեջ, անջատել գերիների առանձին, անհետ կորածների առանձին, սոցիալական հարցերի հետ կախված մարդիկ առանձին ու առևտրի բան սարքել, առևտրի սես մի հատ հարթակ սարքել, ձևավորել։ Նորից եմ ասում, այսօրվա մամուլի ասուլիսի իմ համար, որպես հայ, որպես արցախահայ, որպես բոլոր այս ծանր ժամանակները ցեղասպանությունից փրկված ժողովրդի մի մաս, ես չեմ ուզում մենք կրկնապատենք մեր սխալները, ես չեմ ուզում մենք կրկնապատեն, որ մեզ վաճառեն նորից, մեզ օգտագործեն, ես ուզում եմ ժողովրդին ասեմ, աչքներդ բացեք, համարձակություն, վճռականություն, պայքարի, որ ասում եմ, ձեր պահանջատերը դուք եղեք, միտեղ կարող է մի բանում սխալենանում, միտեղ կարող է մի բանում ինչ որ չի ստացվել, բայց մեր տրամադրությունը, մեր տրամաբանությունը մենք չպիտի սրանով դադարեցնենք կամ ամեն մեկս ինչ որ անձնականացնենք խոսքի, ով խոսում է, թող այդ մարդն էլ գնա կամ ով բոլորիս է դա վերաբերվում, բոլորիս, բայց ես ուզում եմ բոլոր պայքարների մեջ այն կազմակերպողները, այն մարդիկ, որ ով ներկայացնում է այդ ուղղությունը, ճանապարհային քարտեզը ժողովրդի անունը տալով, ժողովրդի անունից խոսելով, եղեք անկեղծ, նվիրված ու բոլոր ձեր գործողությունների մեջ ժողովուրդն է ձեր անունը տալու։